Քաղաքից դուրս հանգիստը կազմակերպելու պիկնիկների եւ արշավների սեզոնն արդեն մեկնարկել է, բայց չպետք է մոռանալ, որ հենց գարնանն են ակտիվանում նաեւ մի շարք միջատներ, այդ թվում տիզը, որի խայթոցը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Ամենահաճախը հանդիպում է լայմի հիվանդությունը։ Այն բորելիա բակտերիաներով հարուցվող ինֆեկցիոն հիվանդություն է եւ փոխանցվում է տզի խայթոցի միջոցով։ Եվ ինչքան երկար է տիզը ամրացած մնում մարդու մաշկին, այնքան մեծանում է հիվանդության փոխանցման հավանականությունը։ Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է։ Այն գնալով մեծանում է, հիպերեմիկ հատված է, կենտրոնում գունատվում է, սովորաբար տզի խայթոցից հետո նկատելի է դառնում, սակայն կարող է այս սուր շրջանը բաց թողնվել հիվանդի կողմից եւ արդեն հիվանդը դիմի ստացիոնար, արդեն այլ կլինիկական դրսևորումներով, սովորաբար հիվանդությունը երբ որ տարածվում է շաբաթների ընթացքում, մենք ունենում ենք բազմակի օղակաձևերի թեմաներ մարդու մաշկին, ունենում ենք սրտի թաղանթների, գլխուեղի թաղանթների բորբոքում, իսկ երբ որ հիվանդությունը տարածվում է ավելի դանդաղ ամիսների ընթացքում սովորաբար դրսևորվում է արթրալգիաներով, այսինքն օդացավերով, հիմնականում ծնկահոդերի ախտահարմամբ եւ արդեն նյարդաբանական տարբեր խանգարումներով։ Մասնագետի խոսքով հիվանդության տեսակետից Հայաստանը գտնվում է բարձր ռիսկային գոտում։ Հատկապես շատ են գրանցվում տզի խայթոցի դեպքեր Տավուշում եւ Լոռիում, քանի որ անտառացած քաթվածները շատ են։ Տվյալ շրջաններ այցելելու դեպքում մասնագետը հորդորեց լինել պատրաստված։ Մանատիպ վայրեր այցելիս անհրաժեշտ է հագնել երկարատև հագուստ, տաբատ, անպայման երկարաճիտ կոշիկներ, մաշկին քսել օրինակ ռեպելենտներ միջատասպան, իսկ հագուստին քսել պերմետրին, որը կանխում է տզերի ամրացումը հագուստին կամ մաշկին եւ արդեն նման տարածքներ այցելիս անհրաժեշտ է հագնել բացգույնի հագուստ, տզերը ավելի նկատելի դարձնելու նպատակով։ Նմանատիպ վայրեր այցելելուց հետո անհրաժեշտ է անպայման զննել ամբողջ մարմինը տզերի վաղ հայտնաբերման նպատակով, եթե արդեն տեսել ենք, որ կա մաշկին ամրացած տիզ, անհրաժեշտ է խուճապի չմատնվել առաջին հերթին, տիզը հեռացնել կամ դիմել մասնագետի, որպեսզի տիզը հեռացվի։ Քանի որ դեռևս չկա պատվաստում լայմի հիվանդության դեմ, հետևաբար խիստ անհրաժեշտ է ստանալ հետկոնտակտային կանխարգելիչ բուժում հիվանդության հետագա տարածումից եւ բարդություններից խուսափելու նպատակով։ Քանի որ այս շրջանում ակտիվացել են արշավները դեպի լեռներ, դեպի անտառացած հատվածներ, սովորաբար դիմելությունը այս շրջաններում բարձրանում է։ Լայմի հիվանդության ոչ ժամանակին եւ ոչ ճիշտ ախտորոշման ու բուժման հետևանքով առաջանում են բարդություններ, որոնք ազդում են հիվանդի կյանքի որակի վրա։ Ըստ մասնագետի տզերի ակտիվացման շրջանը համընկնում է գարուն-ամառ ժամանակահատվածին եւ հիմնականում հենց այս սեզոններում էլ ունենում են տզի խայթոցի եւ հիվանդության առաջնային դեպքեր։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։